Հալելույա, փառք Տիրոջը։ Եկ որոշ մեծ սրտանց Տիրոջը ծապտանք եւ փառտանք եւ ասենք դու մեծ ես Տեր։ Անկախ ամեն իրավիճակներից պիտի փառտաս Աստծուն, Աստվածաշունչն ասում է հակառակ կեցեք սատանային եւ նա կփախրի քեզանից։ Եթե սատանան ասում է այսօր ուրախանալու օր չի, այսօր տրտմելու օր է, սգի օր է, ուրեմն դու քո աղոթքներին չես հավատում, ուրեմն դու քո խնդրանքին չես հավատում, որովհետև դու պետք է հակառակ կենաս սատանային, որ նա փախչի քեզանից։ Եվ եթե նա ասում է սգա, լացի, ողբա, տրտմի, հուսահատի, բամբասի, չարախոսի, քո հավատքի անցած ճամփան փորձի անտեսել եւ անարգել եւ անիմաստ համարել, ուրեմն անորենը քո վրա դեռ իշխանություն ունի։ Բայց երբ որ դու հակառակ ես կենում սատանային, նա բոլոր իր գործերով եւ իր ամեն ծրագրերով փախչում է քո կյանքից։ Փառք Տիրոջը, ինչպես որ արդեն հայտարարել ենք, ամեն երկուշաբթի ժամը 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 աղոթելու ենք հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար։ Փառք Տիրոջը այսօրվա համար, որ մենք իրավունք եւ հնարավորություն ունենք աղոթելու եւս մեկ անգամ։ Բայց աղոթքից առաջ ես ուզում եմ մի հրաշալի վկայություն կարդամ։ Այս նամակը ինձ փոխանցել են, խնդրեցի, որ գրողը կարդա, բայց նա մի փոքր կաշկանդվեց, բայց դահլիճում է։ Եթե չես փոշմանը կհասկանա։ Ես ուզում եմ Տիրոջ փառքի համար վկայել։ Իմ ընկերուհուս տատիկը սրտի վիրահատություն անեն, պետք է սրտի վիրահատություն անեն։ Ու շաբաթ շատ բարդ վիճակ էր, որ բժիշկները հույս չէին տալիս, նույնիսկ այդ կինը նախորոք իր շորերը պատրաստել էր, որ պիտի իրան մի բան լինի։ Տնեցիք իմանան իրան ինչ պետք է հագցնեն, պատրաստվելա, որ մահանա, էլի։ Ձեռագիրը մի քիչ դժվար եմ կարդում։ 5 օր կյանք էին տվել, որ նույնիսկ վիրահատությունից հետո շատ քիչ հավանականություն կար, որ կապրի։ Ու մենք ձեր եթերով նայելով եւ ձեր եթերին նայելով եւ միաբանվելով աղոթքին եւ այդ կինը համ շատ բարեհաջող վիրահատություն իրահատվեց, համ շատ արդեն շուտով դուրս կգրվի հիվանդանոցից եւ սա Տիրոջ փառքի համար եմ վկայում։ Ուրեմն 5 օր կյանք էին տվել վիրահատությունից, հետո նույնիսկ հույս չէին տվել, որ կապրի, միաբան աղոթք են արել, մեզ միացել են իր եթերով, եթե չեմ սխալվում, ու եթերով միաբանվել են եւ այդ կինը հիմա վիրահատությունը անցել է եւ տունը, դուրս են գրելու, բայց լավ արդեն։ Հիմա ասում են շատ լավ է այդ կինը։ Փառք Տիրոջը։ Կարելի ասել մեռելների միջից հարություն է։ Փառք Տիրոջը, շնորհակալ ենք Աստծուն, սա հրաշալի վկայություն է եւ եթե բոլոր նրանք, ովքեր որ իրենց աղոթքի պատասխանը ստանում են վկայությունը, գրեն կամ իրենք կան վկայել,
օրհնյալ կլինի, որովհետև այդ ամենը Տիրոջ փառքի համար է, որովհետև մենք ինչ որ անում ենք նրա փառքի համար ենք անում եւ գիտենք, որ Աստված մեր աղոթներին պատասխանող Աստված է։ Փառք Հիսուսին այսօրվա համար ես ուղղակի ուզում եմ հիշեցնեմ, որ ամենամեծ հրաշքների եւ զորությունների մասին Աստվածաշնչում գրված է, որ Տեր Հիսուս Քրիստոսն իր երկրավոր ժամանակավոր կյանքում արեց։ Բայց մենք պիտի նայենք, որ այսօր Տեր Հիսուս Քրիստոսը շարունակում այդ հրաշքները ունել։ 2026 տարի առաջ Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես ներկա էր Երուսաղեմում եւ միայն հնարավոր էր այդ հրաշքները Երուսաղեմի բնակվողներին հասանելի լիներ եւ դա միայն Երուսաղեմում ապրող հրեաների համար էր։ Բայց այսօր մենք պիտի հավատանք, որ Տեր Հիսուս Քրիստոս ավելի ընդլայնեց իր հրաշքների շրջանը։ Այսինքն, եթե մարդ մտածում է, որ առաջի դարում ինչ լավ էր, որ մարդիկ հնարավորություն են անձամբ Տեր Հիսուս Քրիստոսից ստանալ այդ հրաշքը, ես կասեմ, որ մենք ավելի լավ եւ երանելի ժամանակում ենք ապրում։ Ինչու, որովհետեւ Տեր Հիսուս Քրիստոսը ֆիզիկապես հնարավորություն ուներ հասանելի լինել միայն իր շրջապատի ժողովրդին, բայց այսօր Տեր Հիսուս Քրիստոսը գնաց երկինք եւ իր հոգին ուղարկեց, իսկ հոգին անսահմանափակ է, որովհետեւ մարմինը չի սահմանափակում։ Տեր Հիսուս Քրիստոսը 2026 տարի առաջ եկավ եւ հրաշքներով եւ նշաններով ցույց տվեց, հաստատեց, ապացուցեց, որ ինքը Աստծո որդին է, բայց ֆիզիկապես եկավ, որովհետեւ նպատակը կոնկրետ հրաշքները չէին, այլ նպատակը խաչի վրա իր կյանքը զոհաբերելն էր, համայն մարդկության փրկության համար, մեր մեղքերի համար գին վճարելն էր։ Եվ մենք փառք ենք տալիս Աստծուն, որ Հիսուսը իր կյանքը տվեց մեզ համար եւ հնարավորություն ընձեռնեց, որ իր համբարձումից հետո համայն մարդկությունը հնարավորություն ստանա, արտոնություն ստանա Աստծո հրաշագործ ձեռքը իր կյանքում տեսնելու։ Որպեսզի Աստծո զորավոր հրաշագործ ձեռքը հասանելի լինի համայն մարդկության համար, որ ապրում են այս երկրագնդի վրա։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս երբ որ համբարձվեց երկինք, 10 օր հետո իր համբարձումից Սուրբ Հոգին իջավ երկիր։ Եվ ինչպես Տեր Հիսուս Քրիստոսը 30 տարի սպասեց, որ Սուրբ Հոգին գա եւ ինքը սկսի իր գործունեությունը հրաշքներով եւ նշաններով, այդպես էլ աշակերտներին եւ բոլոր նրան հավատացողներին ասեց, որ մինչև վերից զորություն չառնեք, ոչ մի տեղ չգնաք։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի գործոնը շատ կարևոր էր նրա համար, որ Սուրբ Հոգին գա։ Այսինքն եթե Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում ես, բայց Սուրբ Հոգու կարևորությունը եւ Սուրբ Հոգի անձը չես ճանաչում, քո կյանքում հրաշքները հասանելի չեն լինի։ Գիտեք, ես գիտեմ, որ շատերը հավատում են Աստծո գոյությանը, բայց կասկածում են Տեր Հիսուս Քրիստոսին։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո սիրո արտահայտություն էր համայն մարդկության համար։ Աստված այնպես սիրեց աշխարհին, որ միածին որդուն տվավ, որ ամեն նրան հավատացողը չկորչի, ապա հավիտենական կյանք ունենա։ Ես երբ որ հավատքի մեջ չէի, ես չգիտեի Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Ես գիտեի, որ Աստված կա, բայց ես չգիտեի այն, որ Տեր Հիսուս Քրիստոսն արել այն համար։ Երբ որ իմացա այն հրաշալի գործի մասին, այն զոհի մասին, որ Տեր Հիսուս Քրիստոսն իր կյանքը տվել է խաչի վրա, ես ընդունեցի նրան իմ սրտիս մեջ։ Ես ներում հայցեցի։ Ես խնդրեցի, որ Աստված ների։ Ես երբ որ խնդրում եի Աստծո ներումը, ես Հիսուսի ձեռքը, Հիսուսի գիրկը հայտնվեցի, որտեվ նա է միջնորդը
Իմ եւ Արարիչ Աստծո միջև իմ մեղքերիս եւ իմ կյանքիս համար բարեխոս լինելու։ Հիսուս Քրիստոսը կարևորագույն դեր ունի մեր փրկության համար եւ նա փրկագին է վճարել մեզ համար։ Նա իր արյունն է թափել։ Որտեղ ոչ մի մեղավոր երկինք չի մտնելու, որտեղ մեղավորը պիտի մեռնի, բայց Աստված իր որդու Հիսուս Քրիստոսին տա, որ ամեն նրա հավատացողը չկորչի, այսինքն հավիտենական մահով չմեռնի։ Բոլորը այս երկրի վրայից գնալու են։ Եվ հիմա այլ մարդիկ կան, որոնք նայում են եւ իրանց երկրավոր ժամանակավոր կյանքը շատ ուրեմն շատ կարճ է մնացել, որ իրանք ապրեն։ Դրա համար ես քեզ առաջնորդում եմ, որ ընդունես Հիսուսին այսօր քո սրտիդ մեջ, որտեղ այն կարճ ժամանակը, որի մեջ Աստված քեզ հնարավորություն է տվել, շատ արագ ակնթարթի պես անցնելու է ինչպես քո կյանքը։ Դրա համար այսօր Հիսուսը մեկնում է իր փրկության ձեռքը քո կյանքիդ մեջ։ Շատ անգամ մենք ուզում ենք մեր կյանքում ֆիզիկական հրաշք լինի, բայց ամենամեծ հրաշքը դա Հիսուս Քրիստոսի թափած արյունն է։ Դա Տեր Հիսուս Քրիստոսի խաչի վրայի չարչարանքն է։ Դա Տեր Հիսուս Քրիստոսի փառավոր համբարձումն է։ Հարությունից հետո, որ գնաց երկինք բարեխոսելու մեզ համար, որ մենք այս մահից, այս ժամանակավոր կյանքից հետո դժոխքում չհայտնվենք։ Եվ ես այսօր ուզում եմ հրավիրեմ, որ դու Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես։ Երբ որ Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունես, դու կզգաս, դու կճանաչես, դու կհասկանաս, որ շատ կարևոր է նաև Սուրբ Հոգին, որը մեզ համար երկրի վրա ապրողներից առաջնորդում է դեպի Հիսուս Քրիստոսը։ Սուրբ Հոգի անձ այսօր երկրի վրա է։ Հիսուս համբարձվեց եւ ուղարկեց իր Հոգին, որ մենք որբ չմնանք, որ մենք երբեք երանի չտանք առաջի դարում ապրող քրիստոնյաների։ Եվ նա մեր մեջ է, նա մեր հետ է, երբ որ մենք ընդունում ենք Հիսուսին Տեր ու Փրկիչ։ Եվ Սուրբ Հոգին այսօր մեծ հրաշքներ ու նշաններ է անում եւ շարունակում է անել։ Փառք Տիրոջը։ Հիսուսը Հովհաննես ավետարան 14-րդ գլուխ 15 հավանում ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք։ Եվ ես հորը կաղաչեմ, որ ուրիշ մխիթարիչ կտածես, որ մնա ձեզ հետ հավիտյան, ճշմարտության հոգին, որին աշխարհը կարող չէ ընդունել, որ չի տեսնում նրան եւ ոչ էլ ճանաչում նրան, բայց դուք նրան ճանաչում եք, որովհետեւ ձեզ մոտ է մնում եւ ձեզ հետ կլինի։ Ձեզ ողջ չեմ թողի, կգամ ձեզ մոտ։ Եվ Տեր Հիսուսը խոսում է Սուրբ Հոգու մասին եւ ասում է, աշխարհը նրան չի տեսնում, բայց դուք նրան տեսնում եք եւ նրան ուրեմն ճանաչում եք, որովհետեւ ես հորը կխնդրեմ, որ նա կուղարկի ձեզ, բայց աշխարհը չի տեսնում եւ աշխարհը չի ճանաչում, դες ինչա որտեղ Հիսուսին չընդունեց, որտեղ որ մենք Տեր Հիսուսին ընդունում ենք, Տեր Հիսուսը մեր աչքերը բացում է, որ տեսնենք Սուրբ Հոգին, այն անձը, որ այսօր մեր կյանքում ամեն հավատացողի միջոցով հրաշքներ ու նշաններ անում։ Առանց Սուրբ Հոգու մեր աղոթքները անիմաստ են։ Եթե Սուրբ Հոգու ներկայությունը չլիներ այստեղ, իմ աղոթքը քո կյանքում ոչ մի ազդեցություն չէր ունենա, որտեղ ես սահմանափակ եմ ֆիզիկապես, բայց Սուրբ Հոգին անսահմանափակ հնարավորություն ունի։ Որևիցե մի տարածություն չի խանգարում Տիրոջ Հոգուն, որ նա իմ աղոթքի ժամանակ հպվի քո կյանքին, հպվի քո մարմին եւ հրաշքներ ու նշաններ անի։ Եվ այս տեսախցիկից այն կողմ, որ նրանք ովքեր որ նայում են Տիրոջ հրաշագործ ներկայությունը, զորությունը զգալու են իրենց մարմին հպվելով։ Եվ մենք հիմա բարձրացնում ենք մեր աղոթքը դեպի երկինք Հայր Հիսուսյանով։ Շնորհակալության եւ գոհության պատարակներ ենք մատուցում։ Փառք ենք տալիս քեզ։ Եվ օրհնում ենք քո անունդ։ Խոնարհվում ենք քո առաջ։ Բարեգութ ու բազմավողոր օրհնյալ եւ փառավոր Հայր։ Շնորհակալ ենք, որ լսում ես մեզ, Հայրս։ Շնորհակալ ենք քո որդու Հիսուսի համար, նրա թափած սուրբ արյան համար, նրա վերքերի համար, որի մեջ բժշկություն, ազատագրություն, փրկություն եւ կյանք կա։ Շնորհակալ ենք եւ փառավորում ենք քեզ, Հայր, որ մեր աղոթքների պատասխանները ստանում ենք։
Շնորհակալ ենք քեզանից Հայր։ Շնորհակալ ենք, որ դու մեզ ворբ չթողեցիր, որ ուղարկեցիր քո հոգին մեր մեջ, որ մխիթարություն ունենք եւ մխիթարելու հնարավորություն ունենք ամեն սատանայի կողմից կապվածի, որ ազատություն, բժշկություն եւ փրկություն կա։ Փառք ես Հայր այս հնարավորության համար, որ մենք ունենք եւ մենք խոնարհվում ենք քո առաջ։ Անսահման շնորհակալ ենք քեզանից։ Եվ մենք աղոթում ենք, որ քո ողորմությունը իջնի, որ քո ձեռքը թփվի, որ քո զորավոր ներկայությունը իջնի բոլոր այն հիվանդանոցներում, բոլոր այն հիվանդասենյակներում, որտեղ աղոթում են, որտեղ միաբանվել են մեզ հետ եւ երկինք են բարձրացնում իրենց ձայները, ակնկալելով քեզանից այն հրաշքները, որ դու անում ես ամեն քեզ հավատացողին։ Փառք ես Հայր, շնորհակալ ենք քեզանից այն վկայությունների համար, որ ունենք։ Շնորհակալ ենք Հիսուս, խաչի վրա թափածած Սուրբ Արյան համար, քո մեծ սիրո համար, քո զորության համար։ Հպվիր, հրաշքներով եւ նշաններով հաստատիր այս ծառայությունը։ Փառք ես Հիսուս։ Ինձ հետ միասին, եթե նայում ես, ասա, սա շատ կարևոր է քո բժշկության համար։ Հավատքով այն ինչ որ ասում եմ, փակիր քո աչքերդ եւ ասա, Հիսուս, ես քեզ ընդունում եմ սրտիս մեջ որպես Տեր եւ Փրկիչ։ Հիսուս, շնորհակալ եմ, որ քո կյանքը տվել ես իմ մեղքերի համար։ Հիսուս, շնորհակալ եմ, որ չարչարվել ես խաչի վրա։ Շնորհակալ եմ, որ հարություն ես առել եւ նստել ես հոր աջ կողմը, որպես բարեխոս իմ տկարությունների, իմ մեղքերի համար։ Ես ընդունում եմ քեզ իմ սրտից մեջ որպես Տեր եւ Փրկիչ եւ խնդրում եմ ների ինձ Հիսուս։ Ասա այս խոսքերը։ Ասա ների ինձ Հիսուս եւ սրբիր ինձ քո արյամբ։ Եվ թող բոլոր բաժանող պատնեշները քանդվեն իմ եւ քո մեջ։ Եվ այս աղոթքը եւ այս աղոթքի զորությունը հասանելի լինի Սուրբ Հոգով ինձ իմ կյանքս ազատագրելու ամեն հիվանդություններից ու ցավերից։ Փառք ես Հիսուս։ Ասա փառք ես Տեր, որ լսեցիր ինձ, որ ներեցիր ինձ, որ քո Սուրբ Արյամբ մաքրեցիր ինձ։ Ես բարձրացնում եմ աղակս Հայրս Հիսուսյանով բոլոր նրանց որ ես նայում են եւ իմ ձեռքերս մեկնում եմ քո բժշկարար զորությունը փոխանցելու այս տեսախցիկից այն կողմ Սուրբ Հոգու զորությամբ, որ սահման եւ արգելք չունի, որ քո զորավոր բժշկությունը հասանելի է ամեն հիվանդների համար, եւ ես աղոթում եմ, որ բոլոր հիվանդանոցներում, բոլոր հիվանդները Տեր, որ նույնիսկ մեզ չեն նայում, քո բժշկարար զորությամբ ազատագրվեն։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, ովքեր նայում են հրաշքը Տեր ինձ հիմա, որ հպվի նրանց քո զորությունը, քո վերքերիդ բժշկություն է մրճակում, քո արյան զորությամբ, ես խոսում եմ բժշկություն եւ ազատագրություն նրանց մարմինների մեջ, նրանց հոգու մեջ, նրանց կյանքի մեջ։ Հիսուսի անունով եմ քանդում ամեն հիվանդության շղթաները, ջերմության ամեն կապակները, սաստում եմ ամեն խավարի ոգիները, դիվային ուժերը Հիսուսի անունով։ Փառք ես Հիսուս։ Հո անցիր նրանց սենյակներով, անցիր նրանց Տեր Աստված, փառավոր Տեր ջան, մարմնի կողքով եւ հպվիր։ Հիսուս, ես աղոթում եմ բոլոր երեխաների, պատանիների, մանուկների համար, որոնք ժամանակից շուտ հայտնվել են հիվանդության պատճառով հիվանդանոցներում եւ անցնում են այդ բուժման ընթացքը։ Ես աղոթում եմ, որ քո զորությամբ հպվես եւ այդ բժշկությունները Տեր հենց հիմա իրականություն դառնան, որ նրանց բժշկության ընթացքը շատ արագ ընթանա, որ նրանց կյանքին վնաս եւ վտանգ չլինի Տեր։ Բժշկիր Տեր բոլոր երեխաներին, մանուկներին, պատանիներին, ովքեր որ մեզ նայում են եւ ովքեր որ հետո կնայեն Տեր այս ձայնագրությունը եւ բոլոր նրանք ովքեր որ մեզ չեն նայում, ես աղոթում եմ, որ քո բժշկարար զորությունը հպվի, բայց նրանք հաստատ կան, շոշափեն եւ տեսնեն, որ դա դու ես, որ քո փառքդ մարդուն չգնա Տեր։ Փառք ես
Ես աղոթում եմ բոլորանց երեխաները արյան հիվանդություն են, ոսկրային հիվանդություն են, տարբեր հիվանդություններ, որոնք որ մանուկներին, պատայներին հատկանշական է Տեր, որ նրանց վերաբերվում այդ հիվանդությունները, ես աղոթում որ կապակները քանդես Տեր, Հիսուս քո բժշկությունը խոսում որ անցնի նրանց մարմնի միջով Տեր, փառք ես որ լսում ես, փառք ես որ մեր աղոթքներին պատասխանում ես, շնորհակալ եմ քեզանից Տեր, շնորհակալ եմ քեզանից, ես աղոթում եմ բոլոր այն ուռուցքների համար Տեր, որ հենց հիմա ավետանան Տեր, ես աղոթում եմ բոլոր այն հիվանդների համար, ովքեր որ քաղցկեղով են տառապում Տեր, Հիսուս, ես հավատում եմ բոլոր այն ձեռքերը, որ դրված են իրանց հիվանդ մարմինների վրա, իրանց խոցերի վրա, իրանց վերքերի վրա, իրանց ուռուցքների վրա, ես աղոթում եմ, որ հենց հիմա Տեր Հիսուսյանով այդ հիվանդությունները չքվեն։ Ես աղոթում եմ Տեր Հիսուսյանով Հայրս այս հանդերձի համար։ Տեր ես աղոթում եմ մահերի համար, նրա բժշկության համար։ Ես աղոթում եմ, որ այդ քաղցկեղը անհետանա, որ այդ քաղցկեղը ներծծվի եւ այս հանդերձը Տեր, ինչպես քո առաքյալների մարմնից հանդերձներ էին տանում, երբ որ նա կհագնի էլ ավելի զորավոր քո բժշկարար զորություն գործի նրա մարմնի մեջ։ Ես աղոթում որ նրա հավատքը զորացնես, ես աղոթում որ նրա սիրտը Տեր բացվի քո առջև, Հիսուսյանով եմ ջախջախում ու քանդում այդ քաղցկեղի անեծքը, այդ քաղցկեղի կապանքները։ Ես աղոթում եմ որ հիմա քո զորությունը տծվի, քո բժշկարար զորությունը ստվի, մահերի մարմինը մաքրելու ամեն տեսակի քաղցկեղի բացիներից բջիջներից պետաստասներից Հիսուսյանով դուրս հեռացիր քաղցկեղի ոգի եւ ես խոսում եմ շուտապույտ ապակինում որ մերը գայ այստեղ վկայի Տեր փառք ես Տեր հրճակում եմ քո բժշկարար զորությունը Տեր հրճակում եմ քո արյան զորությունը Տեր բոլոր քաղցկեղով հիվանդների վրա եւ այս հանդերձը քո անունով եմ Տեր իմ Աստված օծում եւ ես աղոթում եմ որ այս զորությունը Տեր իմ Աստված փոխանցվի մերի մարմնի վրա եւ նրա մարմին ազատագրվի ամեն հիվանդություններից ու ցավերից փառք ես Սուրբ Հոգի Աստված փառք ես հրաշագործ Աստված փառք ես մեր Տեր մեր Փրկիչ մեր Արարիչ խոնարհվում եմ քո առաջ եւ բարձրացնում եմ ձեռքերս բոլոր այն հիվանդների վրա, ովքեր որ մաշարասալյակների վրա նստած են եւ սպասում են այդ ազատագրությանը։ Ես քանդում եմ նրանց ոտքերից այդ անեծքը եւ ես աղոթում եմ որ քո զորությունը իջնի։ Ես աղոթում եմ որ քո զորությունը գործի։ Ես աղոթում եմ որ քո զորությունը Տեր իմ Աստված ազդի։ Ես աղոթում եմ որ քո Սուրբ Հոգին իջնի եւ այդ ոտքերը լցվեն ուժով, զորությամբ եւ թող քանդվեն ամեն կախարդության անեծները Փառք ես Հիսուս Օ ես աղոթում եմ որ խուլակաշները բացես համր շուրթերը բացես գույն աչքերը բացես ես աղոթում եմ բոլոր երեխաների համար ովքեր որ Տեր Հիսուս գիշերային վախերի եւ անհանգստության մեջ ես խոսում եմ նրանց գիշերը խաղաղի ոդանց երազները քո հոգով լցվեն Հիսուս ես սաստում եմ բոլոր այն թևերին եւ համրության այն ոգիներին որոնք կապում են երեխաների շուրթերը եւ այս երեխաները երկար ժամանակ չեն խոսում ես աղոթում եմ որ բացվի նրանց շուրթերը Հիսուս հրաշքներդ ու նշաններդ եմ խնդրում որ ողջ մեր երկրի մեջ Հայաստանով փառավոր Տեր իրականություն դառնան բոլոր քեզ խնդրողների եւ աղոթողների համար մանկատները, ծերոնոցները, որբանոցները այցելիր Տերս եւ նրանց քո սուրբ գիրքն է բերում աղոթում եմ բոլոր մեր երկրի բնակիչների փրկության համար Տեր հայ ազգի արթնության համար որ հոգի թափես մեր երկրի վրա որ ամեն սիրտ դառնա ամեն միտք խոնարհվի ամեն լեզու դավանի որ Հիսուս Տեր է Հայաստանում Տերս հպվի մեր ազգի ծնկներին, որ նրանց ծնկները ծալվեն քո առջև, որ թշնամին մեզ, Տեր իմ Աստված, փառավոր Տեր չհալածի, հոգևոր, դիվային աշխարհի մասին եմ աղոթում,
Ազատագրություն եմ խոսում խավարի և սատանայի բանտերում կապվածների համար, ջախջախում ու քանդում եմ ամեն կախվածությունները, ջերության ամեն շղթաները, ալկոհոլի, թմրադեղերի, ծխախոտի և ամեն տեսակի նյարդային հիվանդությունների, անխաղաղությունների մեջ գտնված հոգիներին ազատագրություն եմ խոսում։ Ով Սուրբ Հոգի, հպիր, թափիր քո զորությունը Հայր, Հիսուսի անունով մեր երկրի վրա, թող քո հոգու անձրևները թափվեն, թող հովելի մարգարեությունը այսօր իրականություն դառնա, թող քո հոգին իջնի ամեն մարմնի վրա, թող ամեն մեկը շոշափի այս երկրի մեջ քո ներկայությունը, թող մեր ազգը զգա քո սուրբ ձեռքը Տեր, որ փրկիչը դու ես, մեր հույսը մարդը չի, մեր հույսը դու ես, եւ մեր ազգը քեզ է հուսացել, իսկ քեզ հուսացողները ամոթով չեն մնալու, փառքը ցույց տուր, թափիր քո հոգու անձրևները, արտության անձրևները մեր երկրի վրա, բոլոր գյուղերի, քաղաքների, Երևանի եւ Երևանի բոլոր վարչական շրջանների վրա, այս 30 տարիների ընթացքում ավետարանած մեր հոգիներին բերում քո սուրբ ձեռքի հետ մեջ, որ հպվես նրանց կյանքը Տեր դեպի քեզ դարձնես։ Հիսուս, աղոթում եմ բոլոր սառած սրտերի համար, բոլոր այն հոգիների համար, ովքեր որ Տեր իմ Աստված ընկել են, տկարացել են ինչ-ինչ պատճառներով, ես աղոթում եմ քո հոգու ծորությունը նրանց մեջ լսվի, քո հոգու կրակ, որ նրանց փոյս նորից բխեն կենդանի ջրի գետերը Տեր, Հիսուսի անունով այս արթնության ալիքը թող տարածվի, քեզանով Տեր, քեզանով, ոչ թե միրգ, բանջարեղեն, ուտելիք բաժաներով մարդկանց հրապուրենք եկեղեցի գալու համար, այլ քո հոգին թող բերի Տեր, վերստին ծնվածների թիվը թող սաստիկ ավելանա, փրկվածների թիվը թող սաստիկ ավելանա, եւ քո արտության կրակը բորբոքվի, եւ այս կիրակի Տեր քո սուրբ հոգու զորությամբ շարժվեն ժողովուրդները դեպի վաղաշարժան 12 հասցեով այս դահլիճը լցնելու համար մեծ դահլիճ Տեր։ Հիսուս աղոթում եմ նաև մեր ավետարանչական ծառայությունների համար Տեր, աղոթում եմ Տեր ջան, հոգեկալուստի և համբարձման ծառայության համար, ամսի 24-ին, 25-ին և 27-ին մայիսի, որ քո սուրբ հոգու զորությունը շարժվի և քո արդության անձրևները թափեն մեր երկրի վրա, և ինչպես Պենտեկոստե օրը այս օրերին էլ մարդիկ քո սուրբ հոգով լցված գան Տեր, մայիսի 24-ին 230, մայիսի 25-ին 630 և մայիսի 27-ին 630 այն հրաշալի ծառայություններ, որ պիտի տեղի ունենան այստեղ զորություններով, հրաշքներով և նշաններով լցված։ Ես աղոթում եմ մեր երկրի իշխանավորների համար, շնորհակալ եմ, որ մեր երկիրը ազգերի համար ցանկալի երկիր ես դարձնում և օրհնում ես մեր երկիրը, ամեն կողման է։ Եվ այդ չարախոսությունների, բամբասանքների, դատերի, բողոքների, ամեն անեցները մաքրիր այս երկրից, որտեղ մեր երկիրը դառնում է քո օրհնությամբ լցված, ինչպես քո խոսքն ասում է ցանկալի երկիր, փառք ես, հրաշագործ Աստված։ Ով Տեր բոլոր նրանց կյանքը, որ մազից կախված ես, աղոթում եմ, որ քո սուրբ հոգու զորությամբ բարձրացնես նրանց և բժշկես, բժշկիր, հպվիր և բժշկիր Տեր։ Եվ մենք փառավորում ենք քեզ, և մենք խոնարհվում ենք քո առաջ, արքաների արքա, տերերի Տեր, մեր երկիրն ու ազգը բերում քո ձեռքիդ մեջ, աղոթում ենք, որ Հայաստանը դառնա քեզ, ճանաչի քեզ, փրկվի և հավիտենական կյանքի ժառանգորդ դառնա։ Հիսուս, փառավորում եմ քեզ, Հիսուս, գովաբանում եմ քեզ, Հիսուս, մեծարում եմ քեզ, Հիսուս, փառք ես։ Մենք խոնարհվելով քո առաջ, շարունակում ենք աղոթել, շարունակիր մնալ Տիրոջ ներկայության մեջ, շարունակիր քո ձեռքդ պահել քո հիվանդ տեղիդ վրա, պահիր քո ձեռքդ քո հիվանդ տեղիդ վրա, որտեղ որ գտնվում ես քո հիվանդասենյակում, պարկած ես, կանգնած ես, ծնկած ես, շարունակիր, որտեղ Տիրոջ արյունը շարունակում է մաքրել ամեն անեծք, ամեն ցավ, ամեն հիվանդություն, և հավատա, որ Հիսուսը միայն ֆիզիկական մեր կյանքի հրաշքների համար չի, նա քո կյանքի բոլորիդ համար է, միայն քո կյանքի դժվարորեն Հիսուսին, նա ուզում է քո կյանքի բոլորի մեջ ներկա լինի, քո տանիքիդ մեջ, քո ընտանիքիդ մեջ, սկսի կարդալ ավետարանը, սկսի հաճախել Տիրոջ եկեղեցին, որը Քրիստոսի մարմինը, եկեղեցին դա տաճար չի, շեն չի, քար չի, դա Տիրոջ ժողովուրդն է, ինչպես Աստծո խոսքն է ասում, մենք ենք Քրիստոսի կենդանի
ամեն մեկս նրա քարերը հնցված նրա Սուրբ Ոգով, հալելույա, Տերը շարունակում ճշկել, շարունակի Օր մնա նրա ներկայության մեջ, որտեղ նրա սորավոր ներկայությունը շարունակում ազատագրել կոմարվիրը, փակիր կոչկերը լրության մեջ վայլի նրա բժշկարար զորությունը նրա սիրումը ես սա իրականությունը ներշնչան չի, հալելույա Հիսուսը կենթանի է ես աղոթում որ ներկայությունը նրա շոշափել են բոլոր տեղերում որտեղ որ աղոթում են Հիսուս, Հիսուս Այս հրաշալի աղոթքին մասնակցելու համար շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ մասնակցեցին երգչախմբում եւ դահլիճում, որովհետեւ ես մենակ չեմ եւ չեմ ուզում որ մենակ ներկայանամ, որովհետեւ մի անձը, մի մարմնի անդամը չի կարող անել որևիցե մի բան, որտեղ մենք միաբան ենք աղոթում եւ մեր աղոթքների հենց զորությունը եւ հաջողությունը մեր բոլոր այս ծառայությունների, այն հրաշքների, որ տեղի ունեն, դա մեր միաբանության մեջ է, որտեղ ասում է 2-3 հոգի երկրի վրա, ինչ բանի համար միաբանվեն եւ համաձայնվեն պիտի լինի նրանց։ Եվ Տերը օրհնի քեզ, կարող ես ներկայանես ֆիզիկապես ամեն երկուշաբթի 6:30, ամեն չորեքշաբթի 6:30 եւ ամեն կիրակի 2:30 Երևան, Վաղարշ Վաղարշյան, Արաբկիր համայնք 12, Վաղարշ Վաղարշյան 12 Եվ ինքդ վայելես այս հրաշալի աղոթքների ազդեցությունը Տերը օրհնի մնակացող խաղաղությամբ եղեք բժշկված եւ շարունակեք մասնակցել մեր աղոթքներին հաջորդ աղոթքը կլինի կիրակի օրը ժամը 2:30